Ազգային ժողովում կառավարության գործունեության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի վիճակը 2018-ի համեմատ զգալիորեն բարելավվել է, ընդգծելով անկախության, անվտանգության, ժողովրդավարության եւ բարեկեցության աճը։ 2021 թվականի օգոստոսին ենք հայտարարել, որ խաղաղությունն է լինելու մեր գերագույն նպատակը եւ այդ գերագույն նպատակը ահա իրագործված է։ Հարց է հնչում, ինչ գնով, այն գնով, որով հնարավոր էր դա իրագործել։ Այո, բազում զոհերի ու զոհողությունների գնով, բազում զրկանքների եւ տառապանքների գնով, դժոխքի միջով անցնելու գնով, բայց այսօր մենք ունենք այն, ինչ դեռ ի սկզբանե եղել է մեր գերագույն նպատակը՝ պետություն, խաղաղություն, զարգացում եւ հեռանկար, հորիզոն, անսահման հորիզոն մեր առջև։ Ղարաբաղը մերն էր եւ այլևս մերը չէ խոսույթը աշխարհքաղաքական թակարդում մեր գտնվելու փիլիսոփայությունն ու հայեցակարգն է։ Իրականությունն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը մերը չէր եւ այլևս մերն է։ Իրականությունն այն է, որ մեզ հայտնի բոլոր տարածքները հայկական վերահսկողության տակ եղել են մեր պետության, մեր ինքնիշխանության, մեր անկախության, մեր բարեկեցության, մեր անվտանգության ու մեր ապագայի հաշվին։ Ու մենք դա չենք հասկացել, հարգելի գործընկերներ։ Պիտի խոստովանենք, որ մենք չենք հասկացել դա։ Գուցե եղել են մարդիկ, որ հասկացել ու չեն բարձրաձայնել, որովհետև վախեցել են։ Եղել են մարդիկ, որ եւ հասկացել են եւ բարձրաձայնել, բայց նրանց կամ չենք լսել, կամ չլսելու ենք տվել, կամ լռեցրել ենք, համոզված լինելով, թե նրանք չեն հասկանում, թե ինչ են խոսում։ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև արդեն կա իրավական հիմքով խաղաղություն հիմնված սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վրա։ Նրա խոսքով սահմանամերձ Կիրանցում կյանքը բնական է դարձել եւ երեխաները հանգիստ հաճախում են դպրոց ու խաղում սահմանին շատ մոտ։ Այսօր Կիրանցի դպրոցի աշակերտները Ադրբեջանից 50 մետր հեռավորության վրա դասի են գնում, 30 մետր հեռավորության վրա ֆուտբոլ են խաղում։ Սա խաղաղություն է։ Խաղաղությունը սա է։ Խաղաղությունը նաև այն է, որ արդեն ավելի քան 2 տարի Հայաստան-Ադրբեջան փոխհրաձգության հետևանքով ոչ զոհ ունենք, ոչ վիրավոր։ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ գյուղերում կրակոցի ձայներ չեն լսվում։ Ոչ միայն կրակոցի ձայներ չեն լսվում, այլև Հայաստանի Հանրապետության սահմանամերձ գյուղերում շուրջ ավելի քան 3600 նոր առանձնատներ են կառուցվում կառավարության նախաձեռնած տնաշինական ծրագրով, որ հանրության շրջանում հայտնի է որպես 16 միլիոնի ծրագիր։ Ավելի քան 3600 նոր տուն սահմանամերձ այնպիսի բնակավայրերում, հարգելի գործընկերներ, որոնց ճնշող մեծամասնությունում անկախությունից ի վեր գործնականում ոչ մի տուն չէր կառուցվել։ Ընդհանրապես Հայաստանի վարչապետը մասնակցել է Հայաստան-Եվրամիություն քաղաքասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը իր ելույթում նա նշել է, որ 2018-ի հեղափոխությունից հետո Հայաստանի արդարադատության ոլորտում բավարար առաջընթաց չի արձանագրվել։ Նրա խոսքով դատական համակարգը կտրված է ժողովրդից, չունի բավարար հաշվետվողականություն եւ նույնիսկ ինքը չի զգում արդարություն երկրում։ Խնդրի լուծումը նա տեսնում է նոր սահմանադրության ընդունման մեջ։ Այս հարցի հետազոտմամբ զբաղվելով ես հանգել եմ մի եզրակացության, որ այստեղ ամենակարևոր խնդիրներից մեկը պրոցեսների եւ ինստիտուտների օրգանիկությունն է իշխանության աղբյուրի ժողովրդի հետ կապի իմաստով։ Այսօրվա համակարգի պայմաններում մենք երբեք արդարություն եւ արդարադատության զգացում չենք ունենալու, որովհետեւ ես գործընկերներին ասել եմ, որ Հայաստանի Հանրապետությունում դատական եւ արդարադատության եւ արդարության համակարգերը հիմնականում չունեն օրգանական կապ իշխանության բարձրագույն աղբյուրի ժողովրդի հետ։ Եվ այս խնդիրն է կարևորագույններից մեկը, որը մենք պիտի լուծենք։
առաջիկայում նոր սահմանադրություն ընդունելով, որովհետև Հայաստանում արդարադատությունը եւ արդարությունը կառավարվում է մեծ մասամբ այնպիսի ինստիտուտների կողմից, որոնք կղզիացած են, մեկուսացած են, իրենք չունեն օրգանական կապ ժողովրդի առաջ եւ նաեւ չունեն հաշվետվողականության բավարար մակարդակ եւ պատասխանատվության բավարար մակարդակ ժողովրդի առաջ, որը իշխանության բարձրագույն կրողն է։ Եվ այստեղ էլ մեր ֆունդամենտալ խնդիրը այն է, որ այն հենասյուներից մեկը, որը ապահովում է, պիտի լինի չափանիշ արդարության եւ արդարադատության, որովհետեւ հարցի հետևից գնալիս ես ինքս ինձ համար հետևյալ եզրակացությունն եմ արել, որ արդարությունը եւ արդարադատությունը համապատասխանությունն է սահմանադրությանը եւ օրենքներին։ Ընդդիմությունը գիտակցաբար ներքաշում է քաղաքացիներին օրինախախտումների մեջ, իսկ հետո դա օգտագործում քաղաքական նպատակներով, մեկնաբանել է ՔՊԱ-ական Վահագն Ալեքսանյանը։ Իրանց ուժեղ հռչակած ձյաձյաները, իրանց ձյաձյաների տեղ դրած ուժեղ մարդիկ մանկահասակ ու նորածին երեխա ունեցող կանանց են ներգրավում այդ ընտրատասովկայի գործերում, նրանց միջոցով են փորձում այդ կեղտոտ գործը առաջ տանել, փաստացի նրանց դարձնում են իրենց կեղտոտ խաղերի զոհը, որտեղ գիտեք, որ օրենքի համար այդ տարբերությունը շատ չկա։ Օրենքը տեսնում է, իրավապահ համակարգը տեսնում է օրենքի խախտում ու պարտավոր է գնա դրա հետևից։ Ուրիշ բան, որ այդ մարդիկ թաքնվում են նորածին երեխաներ ունեցող կանանց թիկունքում, այդ նորածին երեխաներ ունեցող կանանց են ստիպում ներգրավել նմանատիպ գործեր։ Որովհետև հենց այդ ամսին Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ սկսել է Հայաստանի քաղաքացիությունից բացի բոլոր այլ քաղաքացիություններից հրաժարվելու գործընթացը, քանի որ մասնակցում է ընտրություններին եւ վստահ է իր հաղթանակի հարցում, որոշել է սկսել այդ անձնագրերից հրաժարվելու գործընթացը։ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը հետաձգվել է, այն կվերսկսվի ապրիլի 17-ին 1:39, իսկ դատախազությունը ցանկանում է 3 ամսով երկարացնել կալանքը։ Որովհետև 3 ամսվա իրենց հույսը այն է, որ կխոչընդոտեն Կարապետյանին շփվել իր ժողովրդի հետ։ Հիմնական նպատակը այս ամբողջ process-ի մենք հիմա տեսնում ենք տնային կալանքի երկարաձգման process-ի, տեսնում ենք խոչընդոտումն է Կարապետյանի եւ ժողովրդի շփման, որովհետև նրանք գիտեն, որ երբ Կարապետյանը սկսի Հայաստանի քաղաքներով, Հայաստանի գյուղերով գնալ, ժողովուրդը կտեսնի, ժողովուրդը կհավատա, հույս կունենա եւ այդ հույսը կբերի մեծ փոփոխություն, ինչպես նշեցին։ Այո! Այո! Վախը շփման մեջ է, որ Կարապետյանը կշփվի իր ժողովրդի հետ, բայց նիստը այսօր 3-4 ժամ հետո դատավորը հետաձգեց 2 օր հետո։ Ինչպես դատարանի դահլիճում ասեց փաստաբան Լիաննա Գասպարյանը դատավորին ուղված իր ելույթում, ասեց, որ ձեր որոշումը սոսկ դատական որոշում չէ։ Սա կարևոր որոշում է, որը ազդելու է հայ ժողովրդի ապագայի վրա։ Պատմական նշանակություն է ունենալու ձեր որոշումը հայ ժողովրդի ապագայի վրա։ Deyə Elçin Əmirbəyov bildirdi. Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբայովը նշել է, որ Հայաստանում նոր սահմանադրության ընդունումը եւ սպասվող ընտրությունները կարևոր ազդեցություն կունենան Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման վրա։ Նրա խոսքով այս գործընթացները կարող են նպաստել խաղաղության համաձայնագրի ստորագրմանը եւ տարածաշրջանում կայուն ու երկարաժամկետ խաղաղության հաստատմանը։ Իրան համբարը Թեհրանը չի հաստատում Վաշինգտոնի հետ հրադադարի երկարաձգման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը, հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ Նրա խոսքով այժմ բանակցությունները շարունակվում են պակիստանցի միջնորդի միջոցով։ Պետք է տեսնել, թե հակառակ կողմն իրականում որքանով է լրջորեն տրամադրված դիվանագիտությանը։ ԱՄՆ-ն պետք է ապացուցի իր լուրջ մոտեցումը։ Ավելի վաղ Associated Press գործակալությունը հղումանելով անանուն պաշտոնյաներին հայտնել էր, որ Միացյալ Նահանգները եւ Իրանը ընդհանուր առմամբ տվել են իրենց համաձայնությունը
իշխանությունը կրակի դադարեցման ռեժիմի երկարաձգման վերաբերյալ։ Բացի այդ, Իրանը հնարավոր է համարում Միացյալ Նահանգների հետ քննարկել ուրանի հարստացման պարամետրերը։ Միևնույն ժամանակ Բաղային ընդգծել է, որ Թեհրանը պնդում է միջուկային էներգիայից օգտվելու իր իրավունքը։ Tebrik ediyor kendilerine. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախազգուշացրել է Իսրայելի իշխանություններին անթույլատրելի համարելով իր եւ իր գլխավորած հանրապետության հասցեին հնչող սպառնալիքները։ Սա Անկարայի կոշտ արձագանքն է իսրայելական կողմի հերթական կոշտ հայտարարություններին կապված Պաղեստինյան խնդրի վերաբերյալ Անկարայի դիրքորոշման հետ։ Էրդողանը կրկին հիշեցրել է Թուրքիային քննադատող մանկասպաններին, Թուրքիան սովորական պետություն չէ եւ ոչ ոք չի կարող թափ տալ Թուրքիայի հանրապետության ու նրա նախագահի վրա։ Էրդողանը պարբերաբար հանդես է գալիս Իսրայելի հասցեին ուղղված խիստ հայտարարություններով, մեղադրելով նրան Գազայի հատվածում ռազմական հանցագործությունների եւ ցեղասպանության համար։ Թուրքիայում կրկին զինված հարձակում է տեղի ունեցել դպրոցի վրա նախնական տվյալով զոհվել է 4, վիրավորվել 20 մարդ։ Քահրաման Մարաշի նահանգապետի խոսքով զոհերից մեկը ուսուցիչ է, մնացածը աշակերտներ։ Նշվում է, որ զինված հարձակումը կատարել է 8-րդ դասարանի աշակերտ։